Այգեձոր բնակավայրում 2025 թվականը նշանավորվել է շինարարական, խմելու ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված եւ այլ աշխատանքներով, որոնք համայնքի զարգացման շարունակական ծրագրի մի մասն են։ Այս տարի համայնքի միջոցով կատարվել է գյուղապետարանի շենքի վերանորոգումը հիմնովին եւ արդեն վերջացված է։ Համայնքի միջոցով 2 կիլոմետր ու կես ջրագիծ է անցկացվել Գոմեր թաղամասի համար, ասֆալտի տակից հանվել է եւ պոլիէթիլենային խողովակով 90 խողովակով անցեկացվել խմելու ջրագիծը։ Կատարվել է նաեւ գյուղի վերանորոգման աշխատանքներ, այսօր ընթացքի մեջ է 15 փողոցի ճանապարհի վերանորոգման աշխատանքները։ Արդեն շուրջ 5 տարի է Այգեձորի քաղցրահամ թուզը հաջողությամբ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Այս տարի արտահանված թզի ծավալը նկատելիորեն ընդլայնվել է։ Գյուղում խաղողի բերքը եւս առատ է եղել։ Ես պետք է ասեմ, որ Այգեձորի ամենաուժեղ կողմերից մեկը այն է, որ Այգեձորում գործում է պահածոների գործարան։ Եվ պահածոների գործարանը չի կարողանում ամբողջ բերքը ժողովրդի ընդունել, հիմնականում կատարում է դրսի եկած մարդկանց միջոցով։ Այ օրինակ կոնկրետ այս տարի 600 տոննա թուզ է մթերվել Ռուսաստանի Դաշնություն։ Այսօր ընթացքի մեջ է նաև կարալյոկի կիվի արտահանումը։ Կարալյոկը ճիշտ եթե ասենք, այս տարի սպառումը շատ թույլ է, որովհետև վաճառք ստերեոտին հանրապետությունում շատ է, տարիներ շարունակ միշտ լավ է, բայց այս տարի շատ վատ է կազմակերպվել։ Վերջին տարիների ընթացքում սուբվենցիայի ծրագրերով, համայնքապետարանի միջոցներով, ինչպես նաև այլ համագործակցությունների շրջանակում Այգեձորում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց առանցքում եղել են ճանապարհաշինական աշխատանքները եւ խմելու ջրամատակարարման համակարգի բարելավումը։ Հատկանշական է, որ հատկապես ճանապարհաշինական աշխատանքներում, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, իրենց կարևոր ներդրումն են ունեցել նաև ռուսաստանաբնակ եւ տեղաբնակ այգեձորցիները։ Այգեձորի մասին խոսելիս անհնար է չշեշտել բնակավայրում մասնավորի կողմից իրականացվող ներդրումների կարևորությունը։ Գյուղում մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել պետություն, համայնք, ռուսաստանաբնակ եւ տեղաբնակ այգեձորցիների համագործակցության արդյունքում։ Որպես համայնքի ղեկավար կարևորում եմ այդ համագործակցությունը եւ վստահ եմ, որ այն շարունակական կլինի իր շահ բնակավայրի զարգացման։ Ես այն կարծիքին եմ, որ գյուղի դեմքը դա ճանապարհն է, եւ ես իմ աշխատանքային process-ում աշխատել եմ, որպեսզի բոլոր թաղամասերը ասֆալտապատվի կամ սալիկապատվի։ Այգեձորում կատարվել է բավականին աշխատանքներ է կատարվել միջթաղային ճանապարհների վերանորոգման համար եւ կատարվել է 8 թաղամասի ասֆալտապատման եւ սալիկապատման աշխատանքներ եւ այդ բոլորի ներդրումը հիմնականում կատարում է ճիշտ է ժողովրդի կողմից էլ է կատարվել, բայց մեծամասնությունը կատարվել է ռուսայաբնակ, հատկապես մոսկվայաբնակ այգեձորցիների միջոցով եւ ես իմ շնորհակալությունը պետք է հայտնեմ, որ նրանք ամեն թաղամասից ներդրումներ են կատարում եւ այդ գործերը կազմակերպվում է։ Կոնկրետ 7-րդ փողոցը ասֆալտապատելու ժամանակ ժողովուրդը հնարավորություն չի ունեցել որպեսզի ներդրում կատարի եւ ես իմ խնդրանքով 20 միլիոն գումար բերվել Grand Candy-ից ներդրվել է եւ այդ բացը ծածկվել է։ Համայնքապետարանի միջոցներով աշխատանքներ են իրականացվել նաև բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի բարելավման ուղղությամբ։ Իմ աշխատանքային գործունեության մեջ ես իմ միջոցներով, այսինքն իմ միջամտությամբ Ծիլի ծովիցը 14 կիլոմետրի վրա բերվել է խմելու ջրագիծ եւ միաժամանակ ռոռոկման ջրագիծը բերվել եւ այսօրվա օրով ամբողջ Այգեձորի տները ջրարբիացված է եւ ռոռոկման եւ խմելու ջրով։ Համայնքի ուժերով Գոմեր թաղամասում կառուցվել է նաեւ խմելու ջրագծի պոմպակայան։ Երբ որ ջուրը ասենք օգոստոս ամսին կամ սեպտեմբեր, հոկտեմբեր ամսին պակասում է, այդ պոմպականով մենք ջուրը մղում ենք դեպի ժողովրդին։ Կյանքի են կոչվել մի շարք ծրագրեր եւս։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում վերանորոգվել է մանկապարտեզի խաղասենյակը։ Հարակից տարածքում հենապատ է կառուցվել։ Մանկապարտեզի Էրիձոր թաղամասում գտնվող մասնաշենքի բակում խաղասարքեր են տեղադրվել։ Ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն գալիք տարվա ընթացքում։
Ճանապարհաշինական աշխատանքներից զատ բնակավայրում Գոմեր թաղամասում համայնքի միջոցներով կկառուցվի մինի-ֆուտբոլի մարզադաշտ։ Առաջիկայում նախատեսված ծրագրերը ևս նպատակաուղղված կլինեն բնակավայրի շարունակական զարգացմանը և բնակիչների կյանքի որակի բարձրացմանը։